90-ական թվականներին անտառն իրոք անմխիթար վիճակում էր, հաստաբում փշատերև ծառերը իսկապես լավ վառելափայտ էին, ու ավելի քիչ էին խոսում կանաչ գոտիների փշատերև անտառների մասին։ Այսօր անտառում կացնի հարվածները պակասել են, ամեն տարի մեծ քանակությամբ նոր շիվեր են տնկում, վստահեցնում են անտառատնտեսները, շրջակա բոլոր գյուղերն էլ գազաֆիկացվել են։ Միայն հայ անտառապահին լավ չեն նայում, որ մենք էլ լավ նայենք անտառը, բողոքում են գուգարած անտառների պահակները։ Անտառապահը, անտառապետը եւ բոլոր ոչ միայն մեր անտառպետությունում, այլ անտառապահները ոչ մի տեղափոխման միջոց չունեն, ասինքն ձիա, մեքենայա, զենքա, ոչ մի բանով ապահոված չենք։ Եթե անտառապահին մի երկու հոգի անմարդկային են կանվախացնեն, միգուցե էլի, բայց միայն դա է հիմնականում։ Աշխատավարձերն շատ քիչ, անտառապահի աշխատավարձը 50,000 դրամ դա չնչին կամ անտառապետինը ամբողջ օրը իրանց կոշտի հաղթնել չի։ Օրինակ անտառապահներին լավ կլիներ որ ձիերով ապահոված լինեին, լավ կլիներ անտառները որպեսզի անտառապահները իրանց տարածքները բավական մեծ է ցանկացած անտառապահի չի բավարարման մարդը ֆիզիկապես ի վիճակի չի խոսքի մի մարդը 1000 հեկտար օրական սկի է տարածքը ու դա մեխանիկորեն գալիս է նրան որ հնարավոր է որ ապօրին անտառհատումներ լինեն եթե որոշակի ձիով կամ խոսքենք տրանսպորտը ապահոված լինի մարդը որոշակի կարա գոյն է բավարար վիճակի պահի անտառը։ Ժամանակին հայրս էլ անտառապահ է եղել, պատմում է մեկ ուրիշը։ Հիշում եմ, լավ զինված էր, ուներ համապատասխան համազգեստ, ձի լավ վճարում էին ու պահանջում, որ խորհրդային Հայաստանի անտառներից մի շիվ չպակասի։ Այսօր ինչով պաշտպանենք անտառը, հարց են ուղղում անտառապահները, ու հիշում մի դեպք, թե ինչպես անպաշտպան մի անտառապահի ծառից են կապել ու իրենց գործն արել, վերջում էլ ծեծել են ու նոր հեռացել։ Ես չեմ ասում զենք տան մենք մարզապանենք։ Ինչ որ ասենք վրետ լինի, որ մարդիկ տենան ինչ որտեղ խուսափեն կամ ինչ որ գնում ես մեկը նա խոսքը նա գնացել է ծառը հատան ինքը իր մոտ կա դրոժբա կա տոպուր իսկ մոտ ծառն է ջեբիդ մարդ ես բապար չի որ վախեցած պետք է փախչես։ Այս մասին նախարարությունն է տեղյակ, հասարակությունն էլ, մյուսներն էլ բողոքում են գուգարած անտառապահները։ Միայն դրանից ոչինչ չի փոխվել։ Պետական հոգացություն ու վերաբերմունք չկա բնության հանդեպ, ասում են նրանք, ու այդ անտարբերությունն ամբողջությամբ փոխանցվում է հասարակությանը։ Շատ մեծ նշանակություն ունեն անտառները, առանձնասակավանտառ երկիր ենք մենք եւ պետք է յուրաքանչյուր անտառակի, յուրաքանչյուր կանաչ համակեցության նկատմամբ պետք է մենք մեծ հոգատարություն դրսևորենք։ Դա այն խնդիրն է, որտեղ հասարակություն եւ պետություն պետք է առանձնացնել։ Իսկ ինչ անել կամ ինչպես պայքարել, ամեն անգամ հավաքվում, խոսում, բողոքում ենք ու ակնկալում, որ հասարակությունն ու կառավարությունը կարող է դեմքով մի օր էլ շուռ գա դեպի անտառ, ասում են անտառապահները, սակայն դրության փոփոխություն առանձնապես չի նկատվում։ Պետական նոր տարբերակված քաղաքականություն է անհրաժեշտ եւ սրտացավ վերաբերմունք անտառին ու բնությանը։ Իսկ առայժմ գուգարած այս հրաշք անտառները ու առհասարակ հայ անտառը փրկելու ու պաշտպանելու գործի պարտականությունն իր մեջ կրում է միայն հայ անտառապահը։ Այսօր առավել եւս համոզվեցինք, որ այստեղ ոտքով շրջելն ու առանց զենքի պաշտպանելը բնության այս հրաշք գեղեցկությունը իրոք համարվում է ազգանվեր գործ։ Գուգարած անտառներից Քրիստինա Մկրտչյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս։